այս համատեքստում ասեմ, որ այո, իրենց այն հայտարարությունը, որ TRIP-ը պետք է ունենա հավելյալ երաշխավորներ, բոլորս հասկանում ենք ինչի մասին է խոսքը, եւ վստահաբար կարող եմ ասել, որ մեր իշխանություն չլինելուց հետո, եթե մենք ընտրություններում չունենանք քաղաքացու քվեն եւ բարձր վստահությունը, վստահեցնում եմ ձեզ, TRIP-ն է կյանքի չի կոչվելու, խաղաղության բոլոր նախաձեռնությունները իսպար այլևս այլ ուղղությամբ են գնալու, որը իհարկե Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում։ Դե հետաքրքիր է, որ օրինակ իրենք ասում են, պիտի Ռուսաստանը երաշխավորի խաղաղությունը, որովհետև միայն Ռուսաստանի հետ է հնարավոր հասնել դրան։ Միայն Ռուսաստանը կարող է Ադրբեջանին ստիպել, որ Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա։ Հիմա մենք գիտենք, որ խութեր կան նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Այս պայմաններում ինչպես ենք հասնելու խաղաղության։ Ինձ թվում է բոլորին էլ պարզ է, Սամվել Կարապետյանը գործուղված է Հայաստանի Հանրապետություն հենց այդ նպատակին ծառայելու համար, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա Ռուսաստանի որևէ ցանկացած ծայրագավառ եւ ինքն էլ լինի այդտեղի գուբերնիան, չգիտեմ ոնց կարող եմ ավելի տպավորիչ եւ տիպիկ բացատրել, որ բոլորս հասկանանք, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունը այսօր մեծ քայլերով առաջ գնալու լրիվ պոտենցիալ ունի եւ կարող է ավելին անել, քան մինչ այժմ եղել է, այսինքն մենք մեր հնարավորությունները չպետք է բաց թողենք եւ մենք բոլորով քաղաքացիներից մեր խնդրում ենք այն հնարավորությունը տալ, որպեսզի առաջիկայում այն ծրագրերը, որ հիմա մենք ունենք մեր առջև դրած, կյանքի կոչենք,